Եթե հիշում եք, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, որի դες ժամանակին պարբերաբար հանդիպում էի նաև այս իշխանազավթումից հետո, ասում էր, որ ինքը մնում է իշխանության, որպեսզի երիտասարդությանը պատրաստի, երիտասարդները պատրաստի։ Եթե հիշում եք, դեռևս սահմանադրական փոփոխությունները, երբ որ նախաձեռնվել էր, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գրել էր, հոդված էր գրել, որ ինքը համաձայն չէ այս տարբերակին, եւ ինքը այնպիսի տպավորություն ունի, որ նոր թիմ է պատրաստվում վերել իշխանության։ Ես հիմա կարող եմ ասել հետեւյալը. երիտասարդների այդ թիմը, այն թիմը չէր, որ այսօր իշխանության է, այլ երիտասարդներ էին։ Եվ այն երիտասարդները այսօր քաղաքական դաշտում գրեթե դերակատար չեն, բացի վերջի շրջանում որոշ ստատուսային ակտիվությունից։ Այնպես որ կարծում եմ հասկացողների համար ես նաև այդ հարցը պարզաբանեցի։ Ձեր մեջ կասկած կա, որ Փաշինյանին Սերժ Սարգսյանն է բերել կամ պրախոտ է տվել, որ ինքը գա իշխանության։ Անգիր գիտեմ ինչը ինչպես է եղել, ինչ հերթականությամբ, ինչ դրվագներով, եւ դա իմ իմացածն է, որը կարծում եմ այսօր այդ մասին խոսելը տեղին չէ։ Ես չեմ ուզում հիմա ասել մի բան, որը շատ ավելի լույս կսփռի իրականության վրա, բայց այնինչ ես ասացի երիտասարդների մասին, կարծում եմ հասկացողների համար շատ հասկանալի էր։ Մտածեք, դուք էլ մտածեք, դուք էլ իրավունք ունեք մտածելու, դրակայություններ անելու։ Ինչի՞ չեք ուզում փակագծերը բացել, ինչ գիտեք դուք այդ ժամանակի հետ կապված։ Ես ինչ որ գիտեմ, այդ մասին ես խոսել եմ։ Խոսել եք։ Դերակատար բոլոր մարդկանց հետ։ Եվ չի փարատվել ձեր մտահոգությունները։ Այս երիտասարդները, որոնք այսօր իշխանություն են, այն ժամանակվա երիտասարդները, այն երիտասարդները չեն, որոնք պատրաստվում էին իշխանության։ Այսքանով ես այդ հարցը կարծում եմ հստակ պատասխանում եմ եւ ձեր ասած ամենաշրջգրիտ կերպով։ Դուք ասել եք Արտավազդ էր կարծեմ անուն այդ տղայի, որը ձեզ հարց էր տալիս։ Արտավազդ չէր, մնացական։ Մնացական, հա, ճիշտ եք։ Դուք ասեցիք, երբ որ նոր իշխանություն կլինի, այդ հարցերին պատասխան կտրվի։ Այո։ Այսինքն այն ժամանակ նոր հանրությունը կիմանա, ով ոնց, երբ, ինչ։ Կարծում եմ այո, գոնե ճշմարտությունը 90%-ով կպարզաբանվի եւ այնինչ ես այսօր ասացի այն եւ այս երիտասարդների մասին, այդ ռակուրսով կբացահայտվի։ Շատ լավ։ Պարոն Վարդան, ես ուզում եմ դուք ասեք, այսպես ամփոփելով, հա, զրույցի ընդդիմության անելիքների շուրջ։ Դուք որ գայք իշխանության, ինչ եք փոխելու առաջնահերթ, որոնք են ձեր առաջին քայլերը լինելու։ Դուք արդյոք Սև լճի ջերմուկի հատվածներից, այսպես Վայոց ձոր Գեղարքունիք բաներ, մեր սուվերեն տարածքներ խուժած հատվածներից դուրս եք քշելու ադրբեջանցիներին։ Որն է լինելու ձեր առաջնահերթ քայլերը։ Ամենակարևոր անելիքը վերականգնելու ենք ներքին համերաշխությունը։